Ողջույն հարգելի հետևորդներ, Արտարհայ եմ կայքի YouTube-յան ալիքի եթերում կրկին ճշմարտություն հաղորդաշարն է եւ այսօր ճշմարտություն հաղորդաշարը մեր սիրելի սրբազանի հետ վարելու եմ ես, Վարդան Սրդաշյանը, Աստված օգնական սրբազաներ։ Սրբազան, եւս մեկ անգամ կուզենայի խոսել Աստվածաշնչից, Աստվածային գրերից։ Դուք ձեր գործունեության ընթացքում բազմաթիվ անգամ մեզ խրատել եք, որ մարդու հոգու փրկության համար Աստվածաշնչի մեջ բոլոր կոդերը բացված են։ Սակայն կան դրվագներ Աստվածաշնչում, որոնք կարծես թե ավելին են իրենց մեջ պարունակում, քան ուղղակի մարդու հոգու փրկությունն է։ Այդ դրվագները սովորաբար տասվում են թաքնագիտության գիտելիքների շարքին, բայց այնուամենայնիվ եթե դրանք արծարծված են Աստծո խոսքում, Աստծո գրքում, հետևաբար կարելի է ենթադրել, որ դրանց մասին թերևս պետք է խոսել։ Կուզենայինք այսօր այդ թեմաների շուրջ զրուցել եւ զրույցը սկսել օրինակ Աստվածաշնչյան այն դրվագներից, երբ հիշատակվում են հսկաները։ Աստվածաշնչում ասվում է, եթե մեր հետևողներն էլ տեղյակ չեն, Աստվածաշնչում կոնկրետ դրվագ կա, երբ ասում է, որ Աստծո զավակները, ի նկատի ունենալով հրեշտակներին, երկիր իջնելով, մարդկային կերպարանք առնելով, զմայլվում են մարդկային ցեղի գեղեցիկ կանանց կրավչությամբ եւ ամուսնանում են նրանց հետ, զավակներ են ունենում։ Սակայն նրանց զավակները չեն լինում հասարակ մարդիկ, այլ լինում են մեծ ֆիզիկական ուժի տեր, հսկաներ, մեծամեծ գործեր իրականացնող եւ այդ մասին հստակ Աստվածաշնչում գրված է։ Կուզենայի հասկանալ որն է մեր եկեղեցու դիրքորոշումը, ձեր դիրքորոշումը օրինակ այս հարցի շուրջ եւ հետագայում արդեն ծավալվենք նաեւ մյուս նմանատիպ թեմաների հետ։ Ամենասկզբից ասեմ, որ սխալ ուղղությամբ եք գնում, որովհետեւ Աստվածաշնչում ես ասել եմ, որ ոչ թե միայն հոգու փրկության, այլ Աստվածաշնչում կյանքի ցանկացած իրավիճակի, իրադրության նկատմամբ լուծումները կան։ Չկա կյանքում մի իրավիճակ, որի լուծումը տրված չլինի Աստվածաշնչում։ Չկա այդպիսի բան։ Ցանկացած իրավիճակ կենցաղային եւ ոչ կենցաղային, հավաքական, ամանատական, ցանկացած իրավիճակի Աստվածահաճո լուծումները Սուրբ գրքում տրված են, ոչ միայն հոգու փրկությունը, այնպես չի, որ միայն հոգու փրկության գիրք է։ Եվ ոչ էլ թաքնագիտության ուղղված գիրք է Սուրբ գիրքը։ Սուրբ գրքում կարող ենք ասել թաքնագիտություն չկա։ Այո, եղել են մեծ հայրեր, եկեղեցական մի ամբողջ ուղղություն մեկնողական գերականության նվիրված է եղել հենց այդ սկզբունքին, որ Սուրբ գիրքը թաքուն ինֆորմացիաներ է փոխանցում այլաբանական իմաստով եւ այլաբանական տեսքով։ Այո, եղել է, բայց հիմնականում ավելի ծանր է կշռել մեկնողական այդ ռեալիստական ուղղությունը, որ ասում են ինչպես որ գրված է, այնպես էլ հիմնականում պետք է հասկանալ, բայց նաև դրա հոգևոր իմաստի մեջ թափանցել, ոչ թե այլաբանական, ոչ անպայմանական, անպայմանորեն այլաբանություն փնտրել պետք չէ։ Ինչի համար ասի սա, որ այսինքն թաքնագիտություն փնտրել Աստվածաշնչում իմաստ չունի։ Այո, այժմ թաքնագիտությունը կամ ամեն ինչի մեջ թաքնագիտություն փնտրելը տարածված երևույթ է, բայց դա մեծ ճանապարհ չի։ Այնպես որ Սուրբ գրքին մի մոտեցեք, իբրև թաքուն կոդեր պարունակող գիրք, այլ ցանկացած ձեր կյանքի ցանկացած հարցին, ցանկացած խնդրին լուծում առաջարկող, լավագույն լուծում առաջարկող գիրք։ Աստվածային հայտնությամբ գրված եւ աստվածային շնչով գրված։ Հիմա գանք հսկաների։ Հսկաների այդ փոքրիկ հատվածը, որ կա ուրեմն Սուրբ գրքում, որ
Աստծո որդիները սիրեցին մարդկանց որդիների դուստրերին եւ նրանցից ծնվեցին հսկաներ, այո, աստվածաշնչագիտության կամ Սուրբ գրքի մեկնողական գրականության մեջ կարևոր ռեբուսներից է։ Եվ այո, եղել է այդ մեկնաբանությունը նաև, որ Աստուծո որդի ասելով պետք է հասկանալ հրեշտակներին, հրեշտակները ուրեմն հարաբերության մեջ են մտել մարդկանց հետ, մարդկանց դուստրերի հետ, որոնցից ծնվել են հսկաներ։ Այն, որ հսկաներ եղել են, այսօր գրեթե գիտություններ, որոշ հնացոներով, հնեաբանական ուսումնասիրություններով հակված է այդ բանին, որ հսկաներ գոյություն ունեցել են։ Բայց հսկաները կարող են գոյություն ունենալ նաև բնական պայմաններում, բնական պատճառների որոշակի խախտումներից։ Այսօր էլ կան հսկաներ 2.5 մետրանոց մարդիկ կան։ Որովհետև դա մեկնություններից մեկն է, բայց ինչի համար ես ասի սխալ ուղղությամբ եք գնում։ Արդյոք դրա իմացությունը կամ չիմացությունը իմ կյանքի վրա ազդեցություն ունի։ Ես հենց դրա համար շեշտեցի, թե եթե այդ ամենը գրված է Աստվածաշնչում, ուրեմն ուշադրության արժանի է կոնե։ Այ ուշադրության արժանի հենց իբրև այդպիսի հնարավորություն կամ տեսական հնարավորություն կամ գործնական ինֆորմացիայի փոխանցում, որ այսպիսի բան կարող է լինել եւ կարող է եւ եղել է։ Բայց դրա լուծումը իմանալը կամ չիմանալը արդյոք ինչպես է որ եղել է։ Հրեշտակներն են հարաբերվել մարդկանց հետ, թե այլ Աստծո որդիներ ասելու տակ ուրիշ մի բան կա թաքնված։ Հիմա սրա այս հարցի լուծումը կամ անլուծելի թողնելը իմ կյանքի եւ իմ փրկության հետ ուղղակի առանցակցություն ունի։ Ինձ հետաքրքիր է օրինակ ձեր տեսակետը։ Բնականաբար դուք հաստատ այդ հարցը ձեզ տվել եք։ Ուրեմն ես գիտեմ, որ այդ հարցը անլուծելի հարցերից մեկն է։ Պատասխան, վերջնական պատասխան, մեկնողական գրականությունը եւ եկեղեցու հայրերը չեն տալիս։ Եվ ինչու չեն տվել, որովհետեւ վերջ-վերջո պետք է մեկնությունը ճիշտ ճշգրիտ մեկնությունը պետք է տա Սուրբ Հոգին։ Իսկ եթե Սուրբ Հոգին չի տվել դրա ճշգրիտ մեկնությունը, դրա անհրաժեշտությունն էլ չի եղել տալու։ Կամ դեռ ժամանակը չէ։ Գուցե ժամանակը չի կամ էլ գուցե անհրաժեշտությունը չի եղել տալու։ Ուրեմն եւ Սուրբ Գիրքը նաեւ այո որոշակի իմաստով այդ փորձությունները ունի, իր մեջ պարունակում է, հա, երբեմն մարդու ուշադրությունը ստուգելու համար, որքանով ես դու ուշադիր կարևոր բաների նկատմամբ եւ որքանով ուշադրությունը կարևոր բաներից շեղում ես դեպի անուշադիր բաներ։ Օրինակ ձեր նման մտածողներ կային, ձեր նման ասելով առաջի դարերում, չէ՞ ովքեր ավետարաններով էլ չէին բավարարվում, ասում են, որ ավետարանները թերի են։ Վերջիվերջո Հիսուս ծնվեց, հանգած մեկ տեսնում ենք 12 տարեկանում մի հատ, մեկ էլ տեսնում ենք 30 տարեկանում, բա ինչ արեց այդ 30 տարի։ Եվ սկսեցին գրվել պատմություններ, թե ինչ է արել Հիսուս 30 տարի։ Բայց դրա անհրաժեշտությունը կա։ Որևիցե մեկի փրկության կամ որևիցե մեկի դաստիարակության, որևիցե մեկի համար վարքի կանոնները, կենցաղավարությունը ճշտելու, ճշգրտելու համար այդ ամեն ավելորդ ինֆորմացիայի կարիքը կա, չկա։ Ուրեմն Աստվածաշունչը լեփլեցունա, ես ասել եմ, որ Աստվածաշունչի ամեն մի տողը, որ գրված է, ուրեմն գրված է նաև որոշակի նպատակով։ Բայց այդ որոշակի նպատակը կարող է քեզ հետ իբրև կյանք կենսագործունեություն բացարձակ չանշվել։ Վերջ-վերջո ցանկացած մարդ ունենում է որոշակի կյանքում իրավիճակներ եւ ունենում է եւ հնարավոր է որ չունենա որոշակի իրավիճակներ։ Չէ՞։ Ուրեմն Աստվածաշնչի ամեն մի տողը, ամեն մի մարդու բոլոր կյանքի վերաբերող հարցերին պատասխան տալիս է, բայց կարող է տալ նաև որոշակի հարցի պատասխան, որ այդ մարդուն պետք չի։ Մարդը այդպիսի սիտուացիայում, այդպիսի իրավիճակում կարող է երբեք չհայտնվել։ Ուրեմն Աստվածաշունչը շատ ավելի մեծ է եւ շատ ավելի լայն է, շատ ավելի տարողունակ է, քան մարդկային մեկ մարդու կյանքը։ Այո։
քան ամբողջ հասարակության կյանքը։ Հետևաբար Աստվածաշնչի մեջ կան տողեր, որոնք կարող է ոչ մեկին կոնկրետ չվերաբերեն։ Ես փորձեմ հիմնավորել Հիմա հիմա հսկաների հետ կապված, եթե ձեզ բավարարում է, որ այո, հրեշտակները հարաբերության մեջ մտան մարդու որդիների հետ եւ ծնվեցին հսկաներ, որից հետո Աստված արգելեց այդ մեկնաբանությունը կալ, եւ Աստված դրանից հետո փակեց այդ հնարավորությունը հրեշտակների հարաբերվելու մարդկանց հետ, եւ հսկաները վերացան եւ այդ հնարավորությունը փակվեց։ Եթե սա իբրև մեկնություն եւ իբրև վերջնական պատասխան ձեզ բավարարում է, ուրեմն բավարարվեք այս պատասխանով։ Ես ասեմ ինչի համար է հարցը առաջացավ, կանք մեկ այլ թեմայի, օրինակ ֆանտաստիկ ժանրից եկող այդ այլմոլորակայինների թեմային։ Մեկը հսկաների թեման էր, չէ՞, մյուսը օրինակ այլմոլորակայինների թեման։ Օրինակ ենթադրենք, եթե տեսական հնարավորություն կա, որ հրեշտակները կարող են ընդունել մարդկային կերպարանք, ժամանակակից մարդու մոտ տպավորություն է ստեղծում, օրինակ եթե հոգևոր հիմքը հանես, ինքը կարող է այդ ամենը տեսնելով, եթե նման բան կա, մտածի, որ դրանք այլմոլորակային են։ Լավ, լինեն այլմոլորակային, դրանով ինչ է փոխվում։ Պարապ ժամանակի զբաղմունք։ Ասեմ, ուրեմն մի քիչ ֆանտաստիկայի ժանրի է մոտենում մեր զրույցը, բայց անկեղծ զրույց է, ես երևի թե մինչև վերջ ասեմ, Սրբազան։ Ուրեմն մեր լավ ասա, որ այլևս չասես։ Մեր հիմա ասա, որ այլևս չասես։ Այո, փակենք այս թեման, նաև երևի թե փակենք այս թեման շատ մեր հեռուստադիտողների մոտ, որոնց եւս թեման հուզում է։ Ուրեմն վերջերս մի հատ շատ լավ ընկեր ունենք գաղափարական, Երևանից եկել էր զրուցում էինք։ Նա ներկայացնում է, որ 21-րդ դարը, երրորդ հազարամյակը կարծես գնում է անաստվածության, սակայն անաստվածությունը իր հետ բերում է բազմաթիվ վտանգավոր երևույթներ։ Այսինքն, երբ որ դուրս է գալիս այդ գերագույն արբիտրի գաղափարը, մարդիկ կարծես թե ամենաթողության են գնում ու որպես հետագա աշխարհի զարգացման հիմք նա օրինակ ներկայացրեց տեսություն, որ կարող է ինչ-որ ժամանակ կա, որ ներկայացրել են իբրև թե այլմոլորակայիններ կան, վերին ռասայի ներկայացուցիչներ կան, ովքեր եկել են երկիր մոլորակ եւ փորձելու են դասեր տալ մարդկանց, թե ինչպես ապրել։ Այս տեսությունը այժմ կարծես թե ոմանք փորձում են առաջ տանել, դրա համար այլմոլորակայինների թեման կարծես դառնում է ակտուալ, էլի օրինակ մեր առաքելական եկեղեցին, ընդհանրապես տիեզերական եկեղեցին, բոլոր եկեղեցիները ինչ որ դիրքորոշում ունեն այդ հարցում, օրինակ վերջերս ես ինչքան հիշում եմ Հռոմի Պապը չէր բացառել, որ կան նաև այլ քաղաքակրթություններ տիեզերքում հնարավոր է, օրինակ մեր առաքելական եկեղեցին, օրինակ իմ համար առաքելական եկեղեցու դիրքորոշումը քննարկման չի եւ ես կուզենայի իմանալ նաեւ ձեր կարծիքը, էլի այս հարցի շուրջ։ Դե առաքելական եկեղեցին այսպիսի երկրորդական հարցերի նկատմամբ թույլ է տալիս ազատ կարծիքի արտահայտություն։ Ես էլ եմ ասում, հնարավոր, ես չեմ ասում կան այլմոլորակային քաղաքակրթություններ, բայց ես ասում եմ, այո, հնարավոր է այլմոլորակային քաղաքակրթությունների գոյությունը։ Բայց մեզ ինչ։ Դե վաղը, եթե մի հատ թրջողապսով վիշնեն Գյումրու Վարդանանց հրապարակում, ահագին կյանքերս քառնի, չէ՞ Սրբազան։ Այն ժամանակ կտեսնենք, բայց ես հիմա ինչ թեյական բաների մասին ինչու պիտի մտածեմ եւ իմ ժամանակը սպառեմ թեյական բաներ քննարկելով։ Անիմաստ է։ Այո, Աստված ստեղծել է այս տիեզերքը ժամանակին մենք կարծում էինք, թե ընդամենը այս երկիրն է, տափակ, պարզվեց, այս երկիրը ընդամենը մի հյուլե է տիեզերքի մեջ, եւ ամեն մի գիտական հայտնագործություն մեզ ավելի զարմացնում է, քան թե Աստծո մեծության վրա մեր զարմանքը մեծացնում է, քան թե Աստծո գոյությունը շղթում է։ Եվ եթե 1000 տարի առաջ մարդը Աստծո մասին շատ ավելի սահմանափակ պատկերացում ուներ եւ Աստված շատ ավելի սահմանափակ էր, այսօր շատ ավելի անսահմանափակ է։ Այս տիեզերքի արարիչը, այս անսահման տիեզերքի արարիչը, ինչ անսահմանության, ինչ անսահման բանականության կրող պետք է լինի։
Եվ եթե Տերը կամենա եւ դրա անհրաժեշտությունը լինի, այո, այլ մոլորակայինների հետ մեզ կհանդիպեցնի։ Եթե մեր փրկության համար դա անհրաժեշտություն լինի։ Առ այսօր այդ անհրաժեշտությունը չի եղել։ Եվ Սուրբ գրքով տրված մեզ հայտնությունը ոչինչ չի ասում այլ մոլորակայինների մասին, չի ասում դա չի նշանակում, որ գոյություն չունեն, այլ չի ասում դա նշանակում է, որ մեզ համար կարևորություն չունեն։ Եթե մեզ համար կարևորություն չունեն այս պահին, հետևաբար մեր փրկության հետ, մեր հոգու փրկության հետ, մեր կյանքի կենցաղավարության հետ առնչություն չունեցողը դա վարժանք է։ Այո, հնարավոր է, որ լինեն այլ քաղաքակրթություններ։ Եվ շատ հնարավոր է, ես այլ հիպոթեզներ էլ կարող եմ ասել, դուք մեկը կասեք, ես ուրիշը կասեմ։ Կարող եմ ասել, որ այ գուցե ես երկիր մոլորակը, որ ասում ենք հոգու անմահություն, բան, կարող է երկիր մոլորակը հենց այն փորձադաշտն է, որտեղ մենք պիտի անտիր գտնվենք, որպեսզի տեղափոխվենք մեկ այլ հարթության մեջ գտնվող մեկ այլ մոլորակ, որը մեզ համար դրախտի երկնքի արքայության արդահայտությունն է։ Եվ այո, այդ դրախտը, որ ասում ենք դրախտ, այո, դա մեկ այլ քաղաքակրթություն է, մեկ այլ մոլորակի վրա հնարավոր է։ Բայց դրա լիակադար եւ լիարժեք իմացությունը ինչ է տալիս ինձ։ Եթե տալու անհրաժեշտությունը եւ այդ ինֆորմացիան իմանալու անհրաժեշտություն լիներ, Տերը կտար այդ ինֆորմացիան։ Եթե չի տվել, ուրեմն իզոր տեղը փորփրել, փորձել ինչ-որ բան գտնել, եկեղեցին համարում է անիմաստ։ Վերջի եկեղեցին ասում է, որ այո, տիեզերքը ճանաչել, այո, իբրև մարդ, այո, պետք է ճանաչես տիեզերքը, բայց նախ եւ առաջ պետք է ճանաչես քեզ։ Որովհետեւ քո կյանքը բավարար չէ քեզ ճանաչելու համար, խիստ անբավարար է տիեզերքը ճանաչելու համար։ Ուրեմն գոնե այս этаպում գոնե փորձիր քեզ ճանաչել, որովհետև տիեզերքը ճանաչելու ոչ մի շանս չունես։ Ոչ մի։ Այնպես որ երկրորդական, երրորդական, չորրորդական բաներով զբաղվելը, սա նաև որոշակի նպատակ է հետապնդում մարդուն հեռացնելու իր բուն առաքելությունից այս աշխարհի վրա։ Իմ բուն առաքելությունը այս աշխարհի վրա, իմ հարազատի, իմ հարևանի, իմ բարեկամի, իմ թշնամու նկատմամբ հարաբերություններս ճշտելն է։ Ոչ թե պարզելը այլ մոլորակային քաղաքակրթություններ կան, թե ոչ։ Չէ՞։ Այո։ Մեր ընկերների հետ ամեն ինչ կարգի գցեցինք, նոր երևի Աստված հնարավորություն տա մտածել արդեն այլ բաների մասին։ Դա հնարավորություն, ասի որ քանի որ այստեղ կատարյալ եք, այս մի բան էլ իմացեք։ Այո։ Շատ լավ, ինձ թվում է շատ սպառիչ հարցի պատասխանը տվեցիք, սրբազան շնորհակալ ենք։ Անցնենք, կարծես թե թաքնագիտական, իհարկե ասեցիք, որ թաքնագիտություն չկա, հետաքրքիր մեկ այլ դրվագի, օրինակ երբ շատ ուշադիր ես կարդում Աստվածաշունչը, բավական զուգադիպություններ ես նկատում, որոնք կարծես թե զուգադիպություններ լինել չեն կարող։ Օրինակ երբ ես կարդում էի Սողոմոն իմաստունի մասին, այնտեղ գրված է, որ իր փառքի գագաթնակետին հասնելուց, երբ հարկահավաք էր, ուներ բազմաթիվ հարկատուներ, իր լավագույն ժամանակաշրջանում հարկերի քանակը կազմում էր 666 սիկղ։ Մոտավոր ես տենց եմ հիշում, կարող է ինչ որ բան սխալ եմ հիշում, բայց այդ թիվը հաստատ հիշում եմ։ 666 սիկղ։ Շատ ընկերներ ունեմ, որոնք կարծես թե ենթադրում են, որ եթե Աստվածաշնչի մեջ 666 թիվը մեկ անգամ հիշատակվում է Սողոմոնի ու հարկահավաքության հետ կապված եւ մեկ անգամ հիշատակվում է ների ու չարի հետ կապված, այսինքն փորձում են նույնականացնել հարկահավաքությունը, աշխարհիկ իշխանությունը, դա ների իշխանությունն է։ Արդյոք այստեղ կապ կա Սողոմոնի ու Հովանու մարգարեության հայտնության մեջ հիշատակվող 666։ Այո, կապ կա եւ դա խորհուրդ այո թաքնագիտություն որպես այդպեսի չկա Աստվածաշնչում, բայց կա խորհրդանիշների օգտագործում։ Այո։ Եվ թվային
նաև սիմվոլիկայի օգտագործում եւ լայն օգտագործում։ Ինչպես 7 թիվը կատարյալ թվի խորհրդանիշ է։ 40-ը, 12-ը կատարյալ թվերի խորհրդանիշներ են։ Անկատար թվի խորհրդանիշը 6-ը։ Ոչ թե 6-ը անկատար է։ Հատը չի։ 6-ն էլ նույնն է, 7-ն էլ նույնն է, 8-ն էլ, 9-ն էլ, բոլոր թվերն էլ թվեր են, հաջորդականություն։ Այո, գոյություն ունի թվերի որոշակի միստիկա, թվերը, որովհետև նույնպես թվաբանությունը աստվածային ծրագրի եւ աստվածային բանականության արդարացություն է, որովհետեւ շատ զարմանալի աշխարհ է։ Ես մաթեմատիկոս չեմ, բայց իրապես թվերի աշխարհը զարմանալի ներդաշնակություն է իրենից ներկայացնում, զարմանալի ներդաշնակություն։ 6-ը ուրեմն այդպես անկատար 7-ից պակաս թերի, քանի որ 7-ը ամբողջականն է, 6-ը դրան նախորդողը թերության խորհրդանիշն է։ Էլուր մնաց 3-6, 666, թեև 666-ի հաջորդ թիվը 777-ը չի, բայց այնուամենայնիվ 666, 3-6-ի նաև 3-ի սիմվոլիկան կա, 3-6-ի անկադարությունը անկադարության խորհրդանիշ է։ Այո, այստեղ կապ կա։ Այստեղ կապ կա այն իմաստով, որ ցանկացած աշխարհի իշխանություն, այո, հակում ունի դեպի այս աշխարհի իշխանին, որը սատանան է։ Հարգահավաքությունը, որտեղ որ նույնիսկ անհրաժեշտ, այս աշխարհի համաշխարհային ներդաշնակության խաթարման արդյունքն է։ Եվ ինքը իր մեջ թերի բան է պարունակում։ Ինչ որ բան սխալ է մեր կյանքում, չէ, որի պատճառով գոյություն ունի հարգահավաքություն, որի պատճառով գոյություն ունի մաքս եւ տուրք, որի պատճառով գոյություն ունի աշխարհիկ իշխանություն։ Եթե մարդկության մեջ ամեն ինչ կատարյալ լիներ, աշխարհիկ իշխանության կարիք չէր լինի, պետությունների կարիք չէին լինի, հարգի տուրքի մաքսի կարիք չէր լինի, պատերազմներ չէին լինի, դրախտային կյանքում չկար ոչ հարկ, ոչ տուրք, եւ թվային արդարացություններ պետք չէ որ ունենար։ Հետևաբար, երբ որ 666 այստեղ օգտագործվում է, օգտագործվում է ցույց տալու համար այդ հարգահավաքության իբրև էություն կատարությունը։ Որ իշկանել, որ ուզենաս հարգահավաքությամբ հասնել ինչ-որ իդեալականի, երբեք չի լինի, դա կլինի միշտ թերի, որտեղ հարգահավաքությունը ինքը մեղքի պտուղ է, մեղքի արդյունք է, եթե մեր նախահայրերը, նախահայր ու նախամայրը չմեղան չէին, չէր լինի ոչ աշխարհիկ իշխանություն, ոչ պետություն, ոչ կազմավորում, ոչ հարգահավաքություն, ոչ մի բան։ Ուրեմն այդ հարգահավաքության անկադարությունը ցույց տալու համար օգտագործվում է այդ սիմվոլը։ Այստեղ էլ հայդության մեկրկի մեջ ների անկադարությունը կատարելության մոտ, բայց թերի լինելու համար անկադարության համար օգտագործում է 666։ Այս կամ բան։ Ոչ թե 666 իշխանություն ունի մեր վրա։ Ոմանք կարծում են, թե 666 իշխանություն ունի։ 666-ը մեզ վրա իշխանություն ունենալ չի կարող։ Ամեն ինչ իշխանը այս աշխարհում մենք ենք Տիրոջ շնորհով։ Հետևաբար 666-ի տերն ենք մենք։ Բայց 666 ուղղակի անկադարության խորհրդանիշն է, որ որոշ մտքերի, որոնք սիմվոլիկ են մտածում, շատ կան մարդիկ, որոնք խորհրդանիշերով են մտածում եւ սիմվոլիկ մտածողություն ունեն։ Իրենց այդ անկադարությունը հենց ուղղակիորեն բացատրելու ձև է 666 այնտեղ եւ 666 այստեղ։ Էլի շատ սպառիչ պատասխան ու կարծում եմ որևէ մեկս էլ այս հարցին չեն անդրադառնա եւ վերջում վերջնականապես սպառելու այս թեման սրբազան օրինակ խոսք է գնում այն մասին որ հայերենը աստվածային լեզուն է ինչի համար աստվածային լեզուն որովհետեւ երբ Աստված Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ
խառնեց մարդկանց, խառնեց նրանց լեզուները, կարծես Հայկը արդեն այնտեղ չէր։ Հայկը թող է հեռացել էր, եկել էր հայկական լեռնաշխարհ, հետեւաբար կարելի է օրինակ անմեղ եզրակացություն անել, որ հայերենը հենց աստվածային նախնական լեզուն է։ Իդեպ գիտությունն էլ է ապացուցում, որ հայերենը հնդեվրոպական լեզուների հիմքում է ընկած, երևի թե աշխարհի ամենահին լեզուներից է, ու մյուս կողմից բազմաթիվ նյութեր են տարածված, օրինակ համացանցում, երբ Մենդելեևի քիմիական տարի մեջ չէ, մեր հին հայկական մետաղները, կարծես, երբ բացում ենք թվերը, բավական զուգադիպություններ են երևում, էլի, օրինակ դուք հակված եք նմանատիպ տեսակետների, թե սա եւս ուշադրության արժանի թեմա չէ։ Արդյոք ուշադրության արժանի թեմա չի, որովհետև մտածել դե ասենք Աստված կարող է խոսել որևիցե կոնկրետ մեկ լեզվով, Աստված բոլոր լեզուներով էլ բոլոր մարդկանց հետ կարող է խոսել։ Այո, բայց մենք իբրև աստվածաշնչական երկիր, իբրև Նոյի երկիր, իբրև Արարատի երկիր, այո, պետք է մենք մաքսիմալ մոտ լինենք մայր լեզվին։ Բայց դա ինչ է տալիս մեզ։ Այսինքն դրանով մենք առավելություն ենք ունենում, ասենք, պապուասների նկատմամբ, մեր փրկությունը դյուրանում է նրանով, որ մեր լեզուն ավելի մոտ է նախասկիզբին, եթե մենք չենք ցուցաբերում նորմալ վարք, նորմալ բարոյականություն, նորմալ կենսակերպ, ոչ մի իմաստ չունի, ինչքան ուզում ես ունեցի նախասկզբնական լեզու, նախասկզբնական հավատ, նախասկզբնական էս, նախասկզբնական այն։ Մենք ուրիշ բանել ենք ասում, որ ավելի կարևոր է, բայց ավելի մոռացվում է։ Մենք ասում ենք, որ մենք ավելի շուտ ենք մեկ Աստծուն պաշտել, քան Աբրահամը։ Մենք ավելի շուտ ենք եղել միաստվածյան, քան հրեաները։ Հրեական ժողովուրդը չկար, երբ որ մենք միաստվածյան էինք։ Որովհետև Հայկը շատ ավելի շուտ է, քան Աբրահամը։ Հետևաբար իսկ Հայկը մեկ Աստծու պաշտամունք ուներ, եւ հետևաբար մենք ավելի մոտ ենք մեկ Աստծու պաշտամունքին, քան հրեաները։ Լավ։ Բայց այսօր մենք այդպիսին ենք, էս է հարցը։ Չես կարող քո նախնիներով հբարդանալ, դրանով մտնել արկայություն, չես կարող։ Թույլ չի տրվելու։ Չի տրվելու։ Չես կարող գնալ երկինքի արկայության դռները ծեծել, ասել այ ես Հայկի ժառանգորդն եմ, բացեք։ Որովհետև Հայկի ժառանգորդը պարզապես գենետիկ չպետք է լինես, այլ նաև իմացականությամբ, բարոյականությամբ, կենսակերպով, վարվելակերպով, ամեն ինչով, արժի համակարգով։ Ուրեմն այո, հայոց լեզուն, այո, նախասկզբնական լեզուն, եթե չէ, լեզուներից մեկն է։ Բայց դրա արժեքը պետք է իմանալ այսօր, ոչ թե դրանով պարզապես հբարդանալ, ամբարդավանանալ, սեփական գերակայությունը մտածել, հաստատել, գերակայություն չունենալով։ Այո։ Շնորհակալ ենք Սրբազան հայր, ծանր զրույց ստացվեց։ Այդքան էլ ծանր չէր, ինչ էր ծանր։ Հարգելի հետևորդներ, շնորհակալ ենք այս հաղորդումը դիտելու համար եւ խնդրում ենք, եթե ձեզ դուր է գալիս մեր գործունեությունը, բաժանորդագրվել մեր Facebook-յան եւ YouTube-յան ալիքներին։ Տերևս այսօր այսքանը, Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված բան։